Սարգսյանը մեդալ է տվել իր ծառայության համար եւ արդյոք չեք ափսոսում եւ չգիտեք նրա դուք այդ օֆշորային սկանդալները, չգիտեմ, Բենթլի ունենալը։ Ես եմ համանում նմանատիպ հարցադրումները, դա ինչու որովհետեւ 18 թվականից դու այնքան հանրապետականամերձ ու հանրապետականներ թռել Սերժ Սարգսյանից ու հանրապետականից։ Մենք նրանց գործողությունների համար պատասխանատվություն չենք կրում։ Մենք կրում ենք պատասխանատվություն մեր համար, մեր պայքարի համար եւ որևէ մեկը չի կարող հանրապետականին վերջին 7 տարիների պայքարի վրա ստվեր գցել։ Մենք ունեցել ենք մեր թերությունները, դրա մասին մենք քաղաքական պատասխանատվության ենթարկվել ենք, մենք առաջինն ենք խոսել մեր թերություններից, իսկ այսօր մենք պայքարում ենք հանուն Հայաստանի Հանրապետության պահպանման։ Սա է։ Դե սկանդալում հարցրեք Վեապար Հայրապետին կամ Էշմիածնին, ուրեմն ծառայությունների ունեցել է որ տվել, այնքան մարդու մեդալ տվել են, որ հետո այդ մարդիկ թռել են, ինչ եք, դրա իմաստը ո՞րն է այդ հարցի։ Ես դատապարտել եմ բոլոր այն հոգևորականների գործողությունները, որոնք այսօր խաղում են Նիկոլ Փաշինյանի գծած խաղի կանոններով։ Եվ ամփոփելով թերևս նայեք դաշնակցությունը ինքն իրենով հասկացանք ուժ է պայքարում է հանրապետականները տարբեր առումներով Եվ ներողություն նույն հաջողությամբ կարող ենք ասել, բայց կարող ենք ասել բա ինչ գործ ունեն մինչև հիմա arczepiskopos են։ Բայց չենք ասում, չէ՞։ Սա այլ հարց է։ Հիմա մեր խնդիրը ավարտեմ, հարցը տվել։ Մեր խնդիրը նախկինի թերությունների մասին խոսելն է, թե այսօր Հայաստանը կործանումից փրկելն է։ Կոնսոլիդացիայի երկականապես կլինենք, հակիրճ անդիմության շրջանում։ Երբ որ բոլորը գիտակցեն, որ պետք է պայքարի ոչ թե իրար դեմ, այլ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի դեմ։ Հասկանալի, շնորհակալություն։